Արշալույս էր, նոր էր բացվել, աղձին քրտնած նես մտավ, այ սիրունձի դու ինձ ասա, որտեղ թողիր իմ բալին, որ սարի տակ, որ ձորի մեջ, անմեր թողիր իմ բալին, սիրելի մայրեր, կներեք մեզ, որ մենք թույլ ենք տվել, որ դուք տեսնեք ու զգաք այս խայտառակությունը, կներեք մեզ, կներեք մեզ, կներեք մեզ։ Եվ վերջում, այս օրերին Երևանը աղմկոտ է, Հայաստանում աղմուկ է, ահա որ մեծ աղմուկ, բայց եթե մենք մի պահ բոլորս լռենք, քար լռություն պահպանենք, մենք կլսենք հեռվում ծածանվող եռաբլուրի դրոշի ձայները, այս ձայնը, լսենք, լսի Նիկոլ, ուշադիր լսի, սա սոս քամուց ծածանվող կտորի ձայն չէ, սա տղերքի ձայնն է, են 18, 20, 30, 40, 50, 60 տարեկան տղամարդ տղեկի ձայնը, որոնք երբ զենքը ձեռքին թշնամու առաջ կանգնած են եղել, հաստատ լուրջ չեն եղել, նրանց աչքերը հայերեն է գոռացել, նրանց սրտերը հայերեն է գոռացել, նրանց հոգիները հայերեն է գոռացել, ես իմ անուշ Հայաստանի արևահամբարն եմ սիրում, մեր հին սազի ողբանվակ լացակումած լարն եմ սիրում, արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վարման ու նայրյան աղջիկների հեզաճկում պարն եմ սիրում, սիրում եմ մեր երկինքը մուկ, ջրերը ջինջ, լիճը լուսե, արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև ու հնամյա Նիկոլ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում, ուր էլ գնամ, չեմ մոռանա, ես ողբածային երկերը մեր, չեմ մոռանա աղոտ դարձած երկատագիր գրքերը մեր, ինչքան էլ սուր, սիրտս խոցեն, այրունակամ վերքերը մեր, էլի ես որբ ու արնավար իմ Հայաստան յարն եմ սիրում, իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա, նարեկացու, քուչակի պես, լուսապսակ ճակատ չկա, աշխարհացիր, Արարատի նման, ջերմակ, գագաթ չկա, ուժեղ, 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 ինչպես անհաս, փառքի ճամփա, ես իմ մասիս սարն եմ սիրում, այսօր մեզնից փորձում են խլել Արարատի մասին երազանքը եւ Արարատը որպես գաղափար, որպես հայի ինքնության հենասյուն։ Այսօր փորձում են նաեւ քանդել, պառակտել, ավիրել մեր եկեղեցին։ Արարատ
ու եկեղեցի։ Մի քանի օր առաջ, հատուկ շեշտեցի Արարատը, մի քանի օր առաջ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը դարձավ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգայի չեմպիոն։ Արարատ Արմենիա ֆուտբոլային ակումբը անմիջական կապ ունի Սամվել Կարապետյանի հետ։ Հենց Սամվել Կարապետյանն է, որ կարողանալու է զարգացնել թե մեր սպորտը, թե մեր տնտեսությունը, թե մեր բանակը, թե մեր գյուղատնտեսությունը, թե պահել մեր արժեքներն ու ավանդույթները, մեր մշակութային ու հոգևոր հենքը, հայ առաքելական եկեղեցին։ Գնացեք ընտրությունների, վստահ եղեք, ոչ մեկ չի կարողանալու իմանալ, թե դուք ում կողմից եք եղել, ում եք տվել ձեր ձայնը, անպայման գնացեք, պարտադիր գնացեք, հորդորեք ձեր ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հարևաններին, անպայման գնալ ընտրությունների, շատ կարևոր է, գնալու եք, ընտրելու եք, փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, սիրելի ժողովուրդ, ես ձեզ իսկապես շատ եմ սիրում, ու սիրում եմ միայն նրա համար, որ ես ձեզնից մեկն եմ, հիմա իջնելու եմ գամ, ինչպես հանրահավաքի սկզբում էի ձեր մեջ կանգնած, էլի շարունակեմ ձեր մեջ կանգնել, ես ձեզնից մեկն եմ, ես ընտրություններին մասնակցող, այն 1,5 միլիոն հայերից մեկն եմ, ով բերելու է այս երկրին փոփոխություն, այն փոփոխությունը, որի կարիքը բոլորս շատ ունենք, իսկ որպեսի այդ փոփոխությունը տեղի ունենա, կա պարզ գործողություն, գնալ ընտրությունների, անպայման մասնակցել ընտրությունների և հիշել, որ փոփոխությունները շատ մոտ են։ Փոփոխության համար, փոփոխության համար, փոփոխության համար, ի սրտե ձեր Ռուբեն Մխիթարյան։